Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն «Պոակը» ներկայացնում են։ Քո արվեստը դպրոցում։ Այսօր ուղին մեզ դեպի Արարատի մարզ տարավ, գյուղ Արալես։ Օրվա հյուրը երաժիշտ, երգահան Արիկ Գրիգորյանն է։ Արիկ Գրիգորյան, երաժիշտ, երգահան, ծնվել է 1983 թվականին Գյումրիում։ 1991 թվականին ընդունվել է Գյումրիի Գուսան Շերամի անվան երաժշտական դպրոց, ֆլեյտայի բաժին։ Ուսման ընթացքում դարձել է հանրապետական մի քանի մրցույթների մրցանակակիր։ Արիկի երաժշտական կարիերան սկսվել է 8 տարեկանում, երբ ծանոթացել է Նարեկ Բարսեղյանի և Արման Քոչարյանի հետ։ Հենց այդ ժամանակ էլ դրվել է Բամբիռ ռոք խմբի երկրորդ սերնդի հիմքը։ 1996-ից 2000 թվականներին սովորել է Գյումրիի արվեստի և երաժշտության դպրոցում, կրկին ֆլեյտայի բաժնում։ 2001 թվականին ընդունվել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան և ավարտել այն 2005-ին, ստանալով երաժշտության դասատուի և երգչախմբի ղեկավարի մասնագիտություններ։ Արիկ Գրիգորյանը 1998 թվականից Բամբիռ հայկական ֆոլք-ռոք խմբի անդամ է։ 1999 թվականին տեղի է ունեցել Բամբիռ խմբի առաջին արտերկրյա համերգը Նյու Յորքում, որից հետո էլ համերգային ծրագրերով հանդես է եկել մի շարք երկրներում՝ Վրաստան, Իրան, Թուրքիա, Ֆրանսիա, Լեհաստան, Ռուսաստան, Հունաստան, Իռլանդիա և այլն։ 2013 թվականից աշխատում է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում որպես երաժշտական ծրագրերի ղեկավար։ Նույն թվականին հիմնադրել է Թմբաթը համույթը, որը ստեղծվել է որպես ուսումնական երիտասարդական ծրագիր, սակայն տարիների ընթացքում վերաճել է ինքնուրույն երաժշտական խմբի, մեծ ճանաչում ձեռք բերելով ոչ միայն Հայաստանում, այլ նաև արտերկրում։ Կանչեք արունք, կանչեք, քանի գարուն է, ղարիբներու սիրտը գունդ արուն է, Karung jan garune, karung jan garune, ach sirtes arune. Կանչեք արուն, կանչեք, քանի արև է, աշնան քերթաս երգի,
Yariz bareve Karuncan areve Karuncan areve Ah yariz bareve Կանչե կարում կանչե քանի արոտ է աշխարհն է արեգակ Յարիս կարոտ է Karuncan arode Karuncan arode Ah sirtes karode Նայեք, սա ժողովրդական գործիք է, շվին, հայկական շվի պատրաստված ծիրանի փայտից, բայց ծիրանի փայտը ինքն իրան չի երգում, իրան պիտի շունչ տաս, պիտի վառես իրան, կրակ պիտի տաս, հին պարսիկ արվեստագետները ասում էին, որ ֆլեյտայի ձայնը դա կրակի ձայնն է, ոչ թե քամու, չէ, միշտ մեզ թվում է, որ ֆլեյտայի ձայնը ավելի քամու ձայնի նման, քամի է, բայց ինքը կրակի ձայնն է, որտեվ կրակը դու ես, քո մեջն է այդ կրակը, դու այդ կրակը երրցան միջոցով հանում ես դուրս։ Գիտեք, չէ՞ այդ երգը։ Սա նույնպես շվի է, բայց իռլանդական։ Իսկ սա, ընդ որ ասում ենք ժամանակակից տեխնոլոգիաներ են առաջացել, չէ՞, սա այս շվի ժամանակակից տարբերակն է։ Ինչով է ինքը ժամանակակից։ Հնարավորություն է տալիս երաժիշտին ավելի շատ նոտաներ նվագել, չէ՞, ավելի լայն դիապազոն ունենալ, քան օրինակ հային փայտից շվիներն էին։ Սա համարվում է դասական ֆլեյտա,
Սրանով հիմնականում նվագել են դասական երաժիշտները, դասական դպրոց ավարտած երաժիշտները։ Հիմա տեսեք, պատկերավոր է, չէ՞։ Ես կարող եմ իմ հույզերը երաժշտությամբ գործիքի միջոցով արտահայտեմ։ Կարող եմ շատ ուրախ տպավորություն թողնեմ, կարող եմ շատ տխուր տպավորություն թողնեմ, կարող եմ շատ դեպրեսիվ տպավորություն թողնեմ։ Չէ՞։ Մարդը քանի որ տարբեր էմոցիաներ ունի, երաժշտության միջոցով կարողանում է արտահայտել, բայց արտահայտելու համար պետք է իմանաս նվագել։ Ճիշտ է։ Արդյոք տրամադրությունը էմոցիաները ազդում են երաժշտության վրա, թե երաժշտությունը ավելին է, քան էմոցիաները եւ նվագելիս ամեն ինչ կորում է աչքից եւ մոռանվում է ամեն ինչ։ Հետաքրքիր հարց եք տալիս։ Տեսեք, էմոցիաները շատ են այն ժամանակ, երբ որ գիտելիքը քիչ է։ Օրինակ, երբ որ դու կենսաբանին հարցնում ես այս թիթերի մասին մի երկու բան պատմի, ինքը ոչ մի էմոցիոնալ բան չի պատմի։ Բայց երբ որ ինձ հարցնենք, ես կասեմ ինչ սիրուն թիթեր է, հələ թևերի սիրունությանը նա է, բայց կենսաբանի համար ինքը գիտականի աչքով է նայում։ Այսինքն, եթե ինչքան շատ է բարձր ինտելեկտը, գիտելիքը, այդքան էմոցիան ավելի քիչ է։ Բայց ամենակարևորը, որ էմոցիան լինի, բայց չափի մեջ։ Չափից շատ էմոցիան միշտ վանում է մարդուն եւ անբնական տպավորություն է թողնում։ Ինչպես եք սկսել ձեր առաջին քայլերը եւ ըստ ձեզ հայկական երաժշտարվեստի որ ճյուղն է տարածված Հայաստանում։ Իմ ընտանիքում երաժշտություն շատ են սիրում, մանավանդ հայրս, ու երաժշտություն լսելու process-ին ինքը շատ լուրջ էր վերաբերվում, այսինքն հատուկ դինամիկներ ուներ,
Այսինքն այդ տիպի ընտանիքում ծնվել եւ մեծանալը բնականաբար իր մեջ էլ պետք է առաջացներ սեր եւ լրջություն երաժշտության հանդեպ եւ փոքր ժամանակվանից շատ էի սիրում երաժշտություն լսել, հիմնականում ռոք եւ ջազ երաժշտություն էի սիրում եւ այդ նպատակով էլ որոշեցի մայրս աշխատում էր երաժշտական դպրոցում որպես դաշնամուրի դասատու ինքն էլ տարավ մեր երաժշտական 5-րդ երաժշտական դպրոցը Շերամի անվան Գյումրիում ու քանի որ իմ սիրած արտիստներից մեկը, երաժիշտներից մեկը Յան Անդերսոնը, ով նվագում էր ֆլեյտա, ես էլ էի ուզում իրան նմանվեի, ոնց որ իմ կումիրն էր ինքը, եւ ընտրեցի ֆլեյտան եւ մինչեւ հիմա նվագում եմ։ Տեղից սկսավ իմ առաջի քայլերը երաժշտության մեջ։ Իսկ որպես ասենց ասեմ, ստեղծագործ երաժիշտ որպես իմ առաջի քայլերը եղավ իմ խմբի մեջ, որտեղ մենք հնարավորություն ունենք նվագել ոչ թե այն ինչ որ մեզ տալիս էին նոտաներով, այլ մենք ինքներս ստեղծեինք այդ նյութերը, որը իրականում շատ հաճելի գործընթաց է, երբ որ մտնում ես այդ գործընթացի մեջ, արդեն շատ դժվար է դրանից պոկվելը։ Բացի երաժշտությունից, էլ ինչ արվեստի ճյուղերում եք ձեզ պատկերացնում եւ արդյոք ոգեշնչում է տարբեր արվեստի ճյուղերում լինելը։ Էլի շատ լավ հարց է։ Այո, ես նկարել եմ սիրում։ Երբ որ դպրոցական էի, նաև հաճախում էի նկարչական դպրոց եւ այնտեղ ուսումնասիրել եմ արվեստի պատմություն, քանդակագործություն եւ գեղանկարչություն։ Եվ մինչեւ հիմա շարունակում եմ նկարել, որտեվ դա իմ կյանքի ամենաանբաժան մասնիկն է։ Մտածելու ժամանակ եմ շատ նկարում, հանգստանալու ժամանակ եմ շատ նկարում, մեդիտացիա անելու ժամանակ եմ նկարում, այսինքն դա ինձ իմաստային չի, որ ես գործ սարքեմ ու վերջում թանգարանում դնեմ կամ ցուցահանդես անեմ, այլ հենց նոր ասում էի, process-ը, ինչ որ մի բան ստեղծելու process-ը, կարևոր չէ թեմա կա դրա մեջ, թեմա չկա, դուք էլ բոլորն էլ կարող են նկարել, կարող եք վերցնել թուղթ ու մատիտը ու առանց թեմայի, ուղղակի ձեռքին հետևել, ձեռքը ձեզ ուր է տանելու։ Որն է ձեր ամենաջերմ հիշողությունը մանկությունից։ Ջերմերից մեկը կարող եմ ասեմ, ամենաջերմը, որովհետև չեմ հիշում, հաստատ ավելի ջերմերներ են եղել։ Պատանեկությունից կարող եմ հիշեմ, որ առաջին անգամ մենք Բամբիրի անդամներով ես Նարեկ Արմանը գնացինք մենակ Ամերիկա հասանք ու այդպես լիք արկածներ ունեցանք ու իմ համար դա ամենաառաջի sense ջերմ հիշողություններ, որ առաջի անգամ պետք է դուրս գայի երկրից ու ոչ մի մեծ չկար մեր հետ եւ ընկերներով գնում ես Վանաձոր չէ, այլ ասենք Նյու Յորք։ Դա կարելի համարել լավագույն ջերմ հիշողություններից։ Որն է ձեր ամենաջերմ հիշողությունը դպրոցական կյանքից։ Այն որ դպրոցական տարիքում սիրահարվում ես դպրոցի աղջիկան, երևի ջերմ հիշողություններից դրանք են, չնայած մերժված սերեր են հիմնականում այդ ժամանակ լինում, բայց ամեն դեպքում այդ process-ը շատ ջերմ ու հետաքրքիր է։ Որն է եղել դպրոցական ամենասիրելի առարկան։ Իմ սիրելի առարկաներից մեկը աշխարհագրությունն էր, հայոց լեզուն ու գրականությունը։ Ով է ամենամեծ դերն ունեցել ձեր մասնագիտության ընտրության հարցում։ Ինձ թվում է ընտանիքս, հայրս եւ մայրս, որտեվ հայրս որպես երաժշտասեր դաստիարակեց իմ մեջ երաժշտություն սիրելը, մամաս էլ դիսցիպլինար մարդ էր եւ նաեւ աշխատում էր դպրոցում, հետեւեց, որ ես այդ ամեն ինչը կարողանամ անեմ եւ շարունակեմ անել։ Եթե նորից հնարավորություն ունենայիք մասնագիտություն ընտրելու, ինչ կընտրեիք։ Այդ հարցի շուրջ իրականում ես էլ եմ շատ մտածել։ Ինձ թվում է շատ կուզենայի մարտարվեստների մեջ խորանայի, չինական, բայց ոչ թե ուղղակի կռիվ անելու համար, այլ ոնց որ երաժշտությանն եմ վերաբերվում, նույնիսկ վերաբերվեի մարտարվեստին, օրինակ, չգիտեմ, կունֆու, վինչուն եւ այլն, որտեղ շատ հետաքրքիր կյանք է։ Եթե հնարավորություն ունենայիք ճամփորդելու ժամանակի եւ տարածության մեջ, որ ժամանակը կընտրեիք եւ ուր կգնայիք։ Իրականում ունեմ։ Ինձ թվում է այն երաժշտությունն ու այն գրքերը, որ մենք կարդում ենք, հենց ինքը ժամանակի ճանապարհորդության մեքենա է, որտեղ ուրիշ էլ ոնց պետք է գնաս 17-րդ դար կամ 5-րդ դար կարդալով կամ ուսումնասիրելով կամ նվագելով տվյալ մարդու
ինչ որ մի նյութը եւ դրանով էլ հայտնվում ես այդտեղ այդ նույն ժամանակում նույն մարդու կողքը ու ինձ թվում է դա է միակ ճանապարհը։ Մանկության ինչ երազանք եք իրականացրել մեծ տարիքում։ Հեծանիվ ուզեի ունենալ փոքր ժամանակ առան երազում էի։ Ինչն է ձեզ խանգարել ապրել այնպես, ինչպես երազել եք։ Ոչ մի բանը։ Ես այդ առումով մի քիչ կարող եմ ինձ բախտավոր համարել, որովհետև կյանքում ես ինչ որ ուզեցել եմ, սկզբից ծնողներս են նպաստել, որ ունենամ, ստանամ այդ կրթությունը, հետո գիտեք կյանքն էլ է ինձ լիքը պարգևներ տալիս։ Ես չգիտեմ ինչի է տալիս, բայց տալիս է։ Դրա համար շատ շնորհակալ եմ։ Եթե հանդիպեիք ինքներդ ձեզ մանուկ հասակում, ինչ խորհուրդ կտայիք ապագայի համար։ Երևի ինչ որ բաներ, որ սխալ եմ արել կամ քիչ եմ արել, խորհուրդ կտայի, որ այսինքն այն բաները, որ հիմա զգում եմ, որ օրինակ փոքր ժամանակ ավելի շատ անեի կամ բան անեի, ավելի լավ կլիներ, երևի տենց խորհուրդներ կտայի, բայց համենայնդեպս այն ինչ որ եղել է ամենաճիշտը։